Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ, ուրեմն մենք այսօր նորից կսկսենք մեր ուսմունքի ծառայությունը ու կսպասենք Տիրոջը, որպեսզի Տիրոջից լցվենք, Տիրոջից սնվենք, Տիրոջ կամքը հասկանանք, Տիրոջ կամքը կատարենք ու ապաշխարության արժանի պտուղներ բերենք։ Աղոթենք ու սկսենք մեր ծառայությունը։ Հայր ջան, շնորհակալ ենք քեզնից, որ դու նորից մեզի համախմբեցիր քո խոսքդ լսելու, քեզնից կերակրվելու համար։ Բաց քո օրհնությանը դռները առատապես մեզի Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ օրեկան 4 անգամ դու մեզ իրար հետ կհավաքես, որպեսզի քո խոսքովդ լցվենք, քո խոսքովդ սնվենք, քո կամքդ կատարենք ու քայլենք այնպես, որ քո առջևը չնոր գտնենք, Տեր ջան։ Քո կամքդ մեզի հայտնի դարձրու մեր կյանքի ցանկացած ոլորտի հետ կապված։ Մաքրե մեր միտքը, մեր սիրտը, մեր անձը, դարձրու մեզ քեզ պիտանի ու արժանի զավակներ։ Լցրու մեր կարիքները լիությունով ու քո փառքի ճոխությունով։ Հիմա էլ տուր այն խոսքերը, որոնք որ դու կգտնես, որ պետք է որ մենք այս պահին լսենք ու լցվենք։ Թող փառավորվի քո մեծ ու հզոր, զորավոր անունդ, Հայրս։ Դարձրու քո երեսդ մեզ ամբողջությամբ։ Օգտագործե ամեն մեկից քո անունիդ ու փառքիդ համար, Տերս։ Փառք, պատիվ, գոհություն, շնորհակալություն, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։ Ուրեմն սեմոր երեխեք ջան, հայտարարություններ ենք, նոր անցնենք ծառայությանը Աստվածաշունչը քննարկելուն։ Ամեն առավոտ ժամի 6-ից 10 պակաս մենք ունենք աղոթքի ծառայություն, աղոթքի ծառայության ժամանակ կմտնենք ուղիղ եթեր։ Բոլորդ մեր բաժանորդներին կվերաբերվի, կրնակ միանաք պարզապես այդ ծառայությանը։ Կաղոթենք բոլորի կարիքների համար, մեր սրբության համար, մեր մաքրության համար, մեր ու Աստված փոխհարաբերության համար, այսօր աշխատեք բոլորդ միանաք։ Ձեր հարազատներին, մտերիմներին, բարեկամներին, բոլորին տեղյակ պահեք, թող բոլորը միանան։ Մենք օրեկան 4 հատ ծառայություն ունենք մեր խմբակով, բայց ուղիղ եթերը կձայնագրվի մեկ է երևի այս 12-ին 10 պակասի ծառայությունը։ Ծառայության ժամերն են 6-ին 10 պակաս, 12-ից 10 պակաս, իրգունը 6-ին 10 պակաս ու 9-ին 10 պակաս։ Այսօր չմոռանամ նշեմ նորից որ 6-ին 10 պակաս իրգված ծառայության ժամանակ մենք պիտի տոնենք Հիսուսի մահվան հիշատակատոնը, ունենանք անթթխմոր հացը ու խաղողի հյութ, որպես գինի։ Ծառայություններին մոտեցեք շատ լուրջ, որովհետև ամեն ծառայության ժամանակ Տերը ինքը կայցել է, ինքը խոսք կբեր է, ինքը կկազմակերպե հյուրասիրությունը, ինքը կպատրաստե մեզի ընթրիք։ Ու ամեն մեկս հավաքվելով մենք կծանոթանանք Տիրոջ ծրագրերի ու պլանների հետ։ Դոր համար օրհնյալ է Տիրոջ անունով միացողը։ Ու եթե կան մարդիկ, որոնք որ Տիրոջից առաջնորդություն կունենան, մասնակցեն մեր ծառայություններին, կրնակ ինձ զանգահարեք +374 98 95 0071 համարին։ Նաև կզգամ, որ Տիրոջ հզոր հոգին պիտի իջնի իմ վրես ու հզոր աղոթքի պիտի տանի,
Չգիտեմ ծառայության ժամանակ, թե ծառայությունից հետո ինչ որ բաներ ունի ինձի հայտնելու, ես դիք կսկամ, օշտերը բաներ ունի ինձի հայտնելու։ Եթե ծառայության ընթացքում տարավ տերս, ծառայության ընթացքում կաղոտեմ, եթե չէ, կարող է ծառայությունից հետո ինձի տանի աղոտքի։ Որովհետև ներսով կսկամ, որ կլցնե ու աշտեն պդի մտցնե աղոտքի մեջ։ Իսկ մի կաշտանք աստվածաշնչյան խոսքեր ու քննարկենք բոլորս միասին։ Ակորինթացիս 12-րդ գլուխը Սուրբ Հոգու պաշկևները։ Այսօր պիտի կաշտանք Սուրբ Հոգու պաշկևները։ Հոգևոր պաշկևների վրայով չեմ ուզել խոսեմ եղբայրներս, որ չգիտեցող լինեք։ Դուք գիտեք, թե երբ հետանոս էինք, մունջ կուրկերի կտարվեինք, ինչպես կառաջնորդվեինք։ Ուստի այս թեզի կիմացնեմ, թե մեկը չկա, որ Աստծո հոգովը խոսի ու Հիսուսին նզովյալ ասե։ Եվ մեկն էլ չի կնա Հիսուսին Տեր կոչե, եթե ոչ Սուրբ Հոգով։ Նշաններ, երեխեք։ Պաշկևները զանազան են, բայց տվողը նույն Հոգին է։ Նաև պաշտոնները զանազան են, բայց նույն Տերը կուտա։ Նույնպես ներգործությունները զանազան են, բայց նույն Աստվածն է, որ կներգործե ամենքը ամեն բանի մեջ։ Բայց ամեն մեկի հոգու հայտնություն տրված է բոլորի շահի համար։ Լսեցիք երեխեք։ Բայց ամեն մեկին հոգու հայտնություն տրված է բոլորի շահի համար։ Հոգու հայտնություն ամեն մեկին է տրված։ Հոգու հայտնություն։ Մեկի հոգով իմաստության խոսք է տրված։ Ուրիշին գիտության խոսք։ Նույն հոգու տրված չափով է, մյուսին հավատք, նույն հոգով է։ Ուրիշին բժշկության պաշկևներ, նույն հոգով է։ Ուստի հրաշագործություններ, ուրիշին մաշկարություն, ուրիշին հոգիների ընտրություն, ուրիշին զանազան լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություն, այս ամեն մեկին ամեն միևնույն հոգին կներգործե եւ ամեն մեկին զատ կբաժնե ինչպես կուզե։ Փառքը շատ են Տեր ջան, որ այսօր այս խոսքը տվեցիր։ Կաշտացինք Ակորինթացիս 12-ի 1-ից 11 խոսքերը։ Հիմի քննարկենք միասին ու ում մոտ ինչ մեկնություն կուկա, անպայման դուք էլ ձեր կարծիքս եք, հա, երեխեք ջան։ Հա։ Որ խնդրեմ ճիշտ կարտակ, ես քիչ հիշողության հետ խնդիր ունեմ։ Հիմի ես համար պետք է թակ կաշտամ ու քննարկենք։ Ահա, մի առաջի խոսքից կսկսեմ նորից կաշտալ։ Ու շատ խորությամբ կքննարկենք, որովհետև մենք Աստվածաշունչը չենք կաշտա անցնելու համար։ Հացոր կուզեսոր Մարսվի ինչ եղքենես, ծամես նոր կուրկուդաս, չէ հանգիստ։ Որ խոշոր խածեսկը կամ կուրկուդաս, խեղտիսկը։ Աստծու խոսքը ինքան խորություններ ունի, որ մենք ամեն մեր խոսքի վրա պիտի շատ խորը մտածենք, նույնիսկ կնա իժեք խոսք քննարկենք ու կագնենք, ինչքան որ Սուրբ Հոգին այսօր տարավ։ Եկեղեցին Տիրոջինն է, եկեղեցու առաջնորդը Տերն է։ Սուրբ Հոգին դի մեկնությունը տա, ինչ կան, ուզեցավ կանեք ու դա։ Դոր համար հիմի հետևենք, ես ինքս չգիտեմ ծառայությունը Տերը ինչ կանցկացնեց, ցեզի պես, ինչ որ միշտ եմ սե։ Քավակվիմ, կսպասեմ Տիրոջը, որբիսի Տերը ինձի ցույց տա, թե ինչ խոսք է պատրաստել ու ինչ մեկնություն է պատրաստել մեզի համար։ Տասներկուսի մեկը հոգևոր պաշկևների վրայով չեմ ուզեր եղբայրներ, որ չգիտեցող լինեք։ Ուրեմն Պողոսը ինչ կսոր հոգիների պաշկևների վրայով չեմ ուզոր հանկարծ
անտեղյակ եղնեք։ Պետք է բոլորդ տեղյակ եղնեք հոգևոր պարգևի հետ կապված։ Երեխեք ջան, Տերը աղոթքի տարավ աշտեն, աղոթենք նոր շարունակենք ծառայությունը։ Օրհնյալ Հիսուս, փառքերի ես արժանի։ Կպիր հիմա այն մարդկանց, որոնք որ հուսահատված են։ Որոնք որ գտնվին անմխիթար վիճակում։ Որոնք որ մոլորության մեջ են, կփնտրեն շատ հարցերի պատասխաններ, որոնք որ իրանց հույսը կորցրել են, ոմանք ինքնասպանություն կուզենեն Տերս, ովքեր որ դեպրեսիայի մեջ են, բռնված են նևրոզի ոգով, այդ բոլոր մարդկանց համար այս պահին կաղոթեմ, որբիսի դու այցելես այդ մարդկանց, որբիսի դու մխիթարես այդ մարդկանց, որբիսի ազատագրես դեպրեսիայի, ստրեսի, նևրոզի, հուսահատության ոգիներից ու իրանց մեջ տնես հույս, հավատ ու սեր։ Ազատե վախերից, թերահավատությունից, անկայուն վիճակից, սխալ ընտրություններից ու օգտագործե ամեն մեկին քո անունիդ ու փառքիդ համար, Տերս։ Քո կամքդ հայտնի դարձրու իրանց կյանքի ցանկացած ոլորտի հետ կապված։ Հալելույա, Տերս, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, հալելույա, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, հալելույա, փառք, 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 հալելույա։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ, հավիտյանս հավիտենից, ամեն։ Բժշկե այն մարդկանց, որոնք մի ցավերի մեջ են, Տերս, եւ հոգեվոր եւ ֆիզիկական։ Այցելե ամեն մեկին անձամբ, Տերս, ու մխիթարե իրանց, քո սուրբ խոսքովդ ու քո սուրբ հոգովդ։ Թող քանդվի սատանայի բոլոր ծրագրերը ամեն մեկի կյանքից Հիսուսի զորավոր անունով ու կառուցվի նորը քո սուրբ կամքիդ պես ու քո անունիդ ու փառքիդ համար։ Այցելե մեր եկեղեցու բոլոր ներկաներին ու բացականներին ու բոլոր այն մարդկանց, որոնց հետ որ երբևէ աշխատանք եմ տարել։ Բոլորին տարապաշխարության ու ծնկի պես, Տերս, ու թող բոլորը ամեն մեկը հաստատվին քո սուրբ կամքիդ մեջ։ Այն եկեղեցում որտեղ որ դու կաս, կենթանի ձևով ու ներկայես։ Թող քանդվի ամեն տեսակի կուրկեր իրանց կյանքից, որոնց կառուցվել է սատանայի միջոցով։ Ու թող ամեն մեկի աստվածապաշտությունը դառնաս դու, որ աչքերը բացելուն պես փնտրեն քո երեսդ։ Փառք քեզ, հավիտյանս հավիտենից, ամեն։ Կանե երեխեք ջան, ընթացքից երբ որ Տերը կտանի աղոթքի, կային մարդիկ, ովքեր որ այդ մարդկանցից են, շատ լավ կյանոր կրեք մեկնությունների մեջ, թե Տերը ում համար այս պահին տարավ աղոթքի։ Շարունակենք մեկնությունները կարդալ, հա, երեխեք ջան։ Դուք գիտեք, թե երբ հետանոս էինք, մունջ կուրկերին կտարվեինք, ինչպես կառաջնորդվեինք։ Նոր կակրած այդ մասին խոսացվավ, չէ՞ որ դուք գիտեիք, թե երբ հետանոս էիք, մունջ կուրկերին կտարվեիք։ Ես նոր աղոթքի մեջ Տերը առաջնորդեց, որ մեր կյանքերից քանդվի կուրկը։ Մի քսեք ես կուրկի չեմ պաշտե, բայց այն ինչի մասին որ ձեր աչքերը կբացեք ու կմտածեք ու ամբողջ օրը այդ բանի մասին կմտածեք, եղնի մարդ, եղնի պարտք, եղնի ինչ որ բան, դի կդառնա ձեր կուրկը։ Հետանոս էիք, տարվել եք կուրկերին, հիմի արդեն ժամանակն է, որ տարվիք Աստծուն։ Մունջ կուրկերի կտարվեիք, ինչպես կառաջնորդվեիք։ Ուստի այս ձեզի կիմացնեմ, թե մեկը չկա, որ Աստծո հոգովը խոսի ու Հիսուսին նզովյալ ասե։
Ուրեմն ինչ կգնանք իմանանք, տվյալ մարդ Աստծո խոսքով կխոսա թե չէ։ Եթե Աստծո հոգով կխոսա, ինքը չի կնա Հիսուսին վատ բան սե, նզովյալ չի կնա սե։ Նզովյալ այսինքն անիծված, չէ երեխեք, անիծված կնշանակի, նզովյալ։ Եվ մեկն էլ չի կնա Հիսուսին Տեր կոչե, եթե ոչ Սուրբ Հոգով։ Այսինքն, եթե Սուրբ Հոգի չունենաս, դու չես կնա Հիսուսին Տեր կոչես։ Պաշկևները զանազան են, բայց տվողը նույն հոգին է։ Ուրեմն մենք ինչ իմացանք, շատ պաշկևներ կան, տարբեր են պաշկևները, բայց նույն հոգին կուտա, այսինքն Սուրբ Հոգին կուտա։ Հիմա ստեղ շարունակությունը։ Նաև պաշտոնները զանազան են, բայց նույն Տերը կուտա։ Ուրեմն նայեք ինչ կա պաշկևներ ու կա պաշտոններ։ Կամ պաշկևներ, կամ պաշտոններ, երկուսն է Տերը կուտա։ Որը պաշկև է, որն էլ պաշտոն։ Նույնպես ներգործությունները զանազան են, բայց նույն Աստվածն է, որ կներգործե ամեն բանի մեջ։ Պաշկև, պաշտոն, ներգործություն։ Ներգործություններն էլ են տարբեր։ Այսինքն Աստված կգործե պաշկևների, պաշտոնների, ներգործությունների տարբեր ձևերով կգործե։ Սուրբ Հոգին բազմաբնույթ գործողություններ կենե։ Բայց այդ ամեն ինչ ենողը Սուրբ Հոգին է։ Հիմա դուք կպատկերացնեք ինչքան կարևոր է Սուրբ Հոգի ունենալ մեր ներսը, որ ինքը ամեն ձևի կրնանա մեզի կառավարե։ Թող Տերս բացե այս իր խոսքը ու ամեն մեր խոսքը բերին բերանիցս ելնի իր Սուրբ կամքի պես ու ձեր մեջ էլ հայնություններ տա, որ ինքը ինչ որ մեզի համար այսօր պատրաստել է այն խոսքը։ Մենք հասկանանք մեկնությունը իր Սուրբ ու հզոր կամքի պես, որովհետև եթե Տերը երկնքից մեկնությունները մեզի չտա, մեզի մարմնային, մարմնավոր մարդկային մեկնությունները պետք չէ, Տիրոջի Սուրբ Հոգուց եկած մեկնություններն են մեզի պետք։ Ահա։ Բայց ամեն մեկին հոգու հայտնության տրված է բոլորի շահի համար։ Ուրեմն ներգործություն, պաշկև, պաշտոն կա, չէ, բայց ինչն է հոգու հայտնությունը բոլորին է տրված։ Հոգու հայտնությունը։ Այսինքն հոգին կհայտնե մեզ ինչ-որ բաներ։ Սուրբ Հոգին մեզի կհայտնե, այսինքն բոլորին կհայտնե։ Իրա կամք Աստված, ես պես կբացվի իմ մեջս, եթե ձեր մեջ ինչ-որ ձևով կբացվի հոգու հայտնությունը, միկրոֆոններդ բացեք սեք։ Հոգու հայտնությունը բոլորին տրված է։ Հիմա օրինակ, գուզեմ ինչ-որ մի բան հասկանամ, չեմ կողմնորոշվի ինչ եմ, այդ ժամանակ հոգին կհայտնե, թե ես ինչ խենեմ։ Հասկանաք, այս միտքն է։ Կան ինչ-որ բաներ, որ հոգու հայտնության հետ կապված կուզենայիք սեք, երեխեք, որիդ մոտ ինչ ձևի կբացվի։ Իմ մոտ օրինական նաքուր հոգու հայտնությունը բոլորին է տրված, այդ նախադասությունը քիչ հեսավ եկավ, այսինքն տվյալ անձը, որ ունի Սուրբ Հոգի, ինքը կխոսա հոգուց ու այդ իրան խոսածածը միշտ բոլորին պարզ է։ Ուղղակի նայած թե ով իր ձևի կկիրառե, բայց բոլորին հասկանալի է։ Հա, այստեղ կսե հոգու հայտնություն բոլորին տրված է։ Բոլորին հոգու հայտնությունը տրված է, այստեղ այդ մասին կխոսացվի։ Այսինքն, եթե այս պահին անին իրան վատ վիճակի մեջ է, կամ ինչ որ հարցի պատասխան կուզե ստանա, հոգին իրան կհայտնե։ Սոֆիկ քուրն է վատ վիճակի մեջ կամ ինչ որ հարցի պատասխան։ Հոգու հայտնությունը բոլորին տրված է։ Հասկնակը, այսինքն որ կսե ինձի կանչե քեզի պատասխան պիտի տամ, սիկ բոլորին կվերաբերվի։ Հոգին կհայտնե իր վիճակի հետ կապված, թե որս ինչեղ ենենք։ Այն որ կսե ես Աստծո ցայնը չեմ լսե, դի այդպես բան չկա, ուղղակի կրնա ցերչի տար լսե։ Լսեկը, ուղղակի իր ուզած պատասխանը չէ, կսե չեմ լսե։ Հասկացաք։
Ամեր չեն տարբերում աստուծային մնացածայներից։ Հա, կամ է լավ է կտարբերենք որ սիգի աստծո կամքը, բայց չենք ուզե որ ենենք։ Հասկացաք երեխեք։ Հոգին, այսինքն ես մի հատ վկայություն լսեցի, որ Աստված չկա մեկ որ աղոտ կենե, Աստված պատասխանը իրան չղրգե։ Ուղղակի սպասեք որ լսեք պատասխանը, որ սատանեն չկողնա։ Մարդիկ կա ասում կթելադրեն բրզին ու կեշտան չեն սպասի որ լսեն թե Աստված իրանց ինչ կսե։ Այսինքն հոգու հայտնությունը բոլորիս տրված է։ Տեր ջան, ես չեմ հասկնա թե ով է խոսքի Լիլիթ քուրը, օրինակ կբերեմ։ Միամ կբացես ինձ ցույց կտաս։ Գիտես, օրինակ, որ կուզես իմանաս թե դիմացիներս ինչ կա, կրնաս պես աղոթես, Տեր ինչ որ ջան մեջը կանցի փոխանցե։ Ու դու կզգաս թե ինքը ով է իրական։ Քեզի օրինակ ինձ շատ կնոր կփոխանցե։ Իրա մեջը ինչ խորին կնցի իմ նկատմամբ կզգա, ես այդպես կզգամ իրան նկատմամբ։ Այդ պահին կամ ինքը վատ վիճակի մեջ է, շատ հաճախ կեղնի, չէ, երեխեք, պես է ծանրությունը, չէ, երեխեքից մեկը վատ վիճակի մեջ է։ Իջա վիճակն ձի կփոխանցե, դիք հոգու հայտնություն է, որ հոգին կհայտնե թե ինչ կկատարվի քրոջդ ու աղբորդ հետ։ Հասկնաք կա։ Օրինակ իմ մոտ գիտես, ինքս է Աննա Կուրս։ Ես կարող եմ չխնդրեմ Աստծուց, բայց եթե ասենք տվյալ անձը անհանգիստ վիճակի մեջ անի, ես տվյալ անձի հոգին, հոգեբանությունը լրիվ զգամ ոնց որ այդ պահին իմ հետ կատարվի։ Հա, իհարկե, ձեդ է շատ կենոր։ Պահի տակ է ծանրությունը քիչնի ոչ կրնամ խոսամ կսեմ երեխեք, չէ, ինչ որ բան, անցպես միամ գերնական օրինակ, չէ, քիչը առաջ։ Նստած եմ, գիշկը կկարտամ, հոգին հայտնեց որ աղոտ կդենես, մարդիկ կան որ շատ ուժեղ դեպրեսիայի ստրեսի մեջ են։ Հասկացաք։ Ու մտցրեց աղոտքի մեջ։ Այսինքն մենք հոգու ազատության մեջ ենք։ Ըմբես թրաչոր, բդի հմիքս 15 րոպե ես խոսամ ու դուս կամ։ Հոգունով կրնա սամանափագե։ Ուզենա կես ժամ աղոտել կուտա, ուզենա 20 րոպե խոսալ կուտա։ Դու չես կրնա հոգուն ռամկի մեջ տնես։ Ինքը որտեղից ուզենա կուկա ու կեշտա։ Հասկացաք, հոգու այդ հայտնությունը բոլորին տրված է։ Բոլորի շինության համար, այսինքն, հիմի նայեք ինչ բացվավ իմ մոտս։ Հիմի նայեք, մենք կարտանք, չէ, այս խոսքերը։ Ամեն մեկիդ բան կհայտնի Աստված, բոլորին է տրված։ Հիմի պիտի ուշադրություն դարձնեք, թե որի մոտ Աստված ինչ կբացե, որ այդ մտքերը անպայման արտահայտեք։ Որովհետև մենք կարտացինք, որ հոգու հայտնությունը բոլորին տրված է, բոլորի շինության համար։ Հասկացաք, ուշադրություն դարձնենք, թե ում ինչ հայտնություն կուտա Տերը։ Աննա Կուրս, տեսենք հոգու հայտնությունը հենց Սուրբ Հոգին է, չէ՞։ Հիսուս Քրիստոսն է մեր մեջ, որ ասենք Աստված մեր մեջ հոգի փճել է, չէ՞։ Այդ նոր կենտանի է կավեված ստեղծել է մարդը, հետո իր հոգին է փճել մեր մեջ։ Հենց այդ իր փճած հենց Սուրբ Հոգին է, որ մենք պետք է այդ հոգով առաջնորդվենք, ոչ թե ասենք չարի մտքերով, այլ ասենք Աստծո բարի մտքերով ու իմաստությունով, որ այդ իմաստությունը մենք Աստծուց վերցնենք։ Ու հոգով կզգանք, ինչ որ կեղնի, մենք այդ մեր միտքը մեր հոգին է։ Մեր հոգով ինչ որ միտք կա մեզի, դիք հենց հոգին չէ։ Պես չէ։ Մա առաջ Աստվածոր ստեղծեց Ադամին ու Եվային, հոգին որ փճեց, դիք Սուրբ Հոգու մասին չէ։ Որ կյանքը փճեց, հոգի, դիք շունչն է։ Հոգին շունչն է։ Որ փճեց որ մարդը կրնանա ապրի։ Իսկ Սուրբ Հոգին եկավ Հիսուսից հետո։ Սուրբ Հոգին առանձին է, հոգին առանձին է, ոգին առանձին է։ Չար ոգիները, Սուրբ Հոգին, հոգի կյանք։ Տեսքսես քանի հոգի կա ստեղ, չէ՞։ Այսինքն, քանի կյանք մարդ կա ստեղ։ Հիմա մեռած մարդ բարգաձեղնի իրան հոգի էլ չես համարը, որովհետև իր մեջը շունչ չկա, կյանք չկա։ Չէ՞։ Հասկացաք այդ միտքը։ Միկրոֆոնը փակե Սոֆի Քուրչյան, խշոսները կուկա, շարունակությունը կարդամ։
Ահա, ուրեմն 7-րդ խոսքը նորից կարդամ 12-ի 7-ը, բայց ամեն մեկին հոգու հայտնությունը տրված է բոլորի շայի համար։ Բոլորի շայի համար հոգու հայտնությունը տրված է։ Գիտեք, հիմա ես կկարդամ շատ բաներ, ընձի համար է, նոր կբացվի երեխեք ջան։ Մեկին հոգով իմաստության խոսք է տրված։ Իմաստության խոսք է տրված։ Ո՞րն է իմաստության խոսքը։ Օրինակ, այս միտքը բացվավ իմ մեջս իմաստության խոսքի հետ կապված երեխեք։ Օրինակ Սողոմոնին նոր բերեցին այն երկու կանայք երեխեն որ մեկը քսեր իմս է, մեկը քսեր իմս է։ Ինչ տեղի ունեցավ։ Աստված իրան իմաստության խոսք տվեց, չէ՞։ Սա դիր, սա կկիսեմ երեխեք։ Դիք Աստված էր իրան հայտնողը, ուրից այդ իմաստությունը։ Ու ինքը այդ հարցին տվեց լուծում։ Ինքը իմաստության խոսք ուներ։ Նայեք օրինակ մեր խմբագից Լիլիթի մոդն է կա, որ կտեսնես որ իմաստուն պատասխաններ կուտա։ Էդիկ տիրոջից պաշկև է տրված։ Կտեսնիմ որ ինքը խորը ծևով կբացե մտքերը, կբացվի իրա մոտ։ Իմաստության խոսքը։ Սկանը իմաստության խոսքի հետ կապված։ Իմաստության խոսքի հետ կապված ով ինչ կրնաս է։ Ո՞րն է իմաստության խոսքը։ Իմ մոտս դիք բացվավ։ Որ դու կրնաս ցանկացած հարցին 10 ճիշտ լուծում։ Հիմա նայեք, ինչ խոր 10 հոգի հավաքված ենք ու չգիտենք որ բանը ինչ ենք։ Մեկը վայ քսես խա ես լավ հասկացա։ Ու մեզ մամ հետաքրքիր խաղապարկ բացվի։ Այդ պահին Տերը խոսք տվեց քեզի ու ծրվավ, չէ։ Այն օրը ինչը որ բանը հարցեր կար քննարկեինք մեր եկեղեցով ու Լիլիթը ինչ սավ։ Կարող է Աստված առանձնացրել է մարդկանց, որ ընձիպես տանի աբաշխարությամբ բերե որ ամբողջությամբ կամ մտնի եկեղեցի ու այդ խոսքը միանգամից մտավ իմ սրտիս մեջ, չէ։ Այսինքն այդ պահին Աստված հայտնեց այդ խոսքը ու այդ խոսքը մտավ սրտիս մեջ։ Դիք բացվավ իմ մոտս։ Կան մարդիկ որ իմաստության խոսք հետ կապված ինչ որ բան ունի ասելու երեխեք։ Ժողովուրդ ջան, եթե ձեր մոտ է ինչ որ բաներ կբացվի իմաստության խոսքի հետ կապված, կրնակ դուք գրեք մեկնությունների մեջ, որովհետև կարող է Աստված ինչ որ մեկիդ միջոցով իմաստության խոսքը կուտա։ Շարունակությունը կարդանք։ Հիմա շարունակենք գիտության խոսքը։ Մեկին հոգով իմաստության խոսք է տրված, ուրիշին գիտության խոսք։ Իմաստությունն ու գիտությունը իրարից ինչով կտարբերվի։ Օրինակ, այդ իմաստության ու գիտության տարբերությունը սիկ է։ Կսե իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով բնաճինչ եղավ։ Գիտությունը սիկ է։ Խոսք, որոնց կօգնե քեզ որ ճիշտն ու սխալը իրարից տարբերես։ Սիկ գիտությունն է։ Որ ճիշտը չես գիտեցե, բնաճինչ ես եղել։ Առագածի 27-ի 11-ի մեջ կսե որցյակս իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու որ ես պատասխան տամ ինձ անարգողին։ Իմաստուն եղնել ինչ կնշանակե։ Գիտեցածդ կիրառեք քու կյանքիդ մեջ։ Չիսե գիտություն ունեց որ ես ինձի ուրախացնողին պատասխան տամ։ Մեկսե իմաստուն եղիր, այսինքն գիտեցածը ծորվար, լավ էր որ գիտեցած, դե հիմի կիրառեք քու կյանքիդ մեջ որ ես կնանամ պատասխան տամ ընձի անարգողին։ Հասկացաք, իմաստության ու գիտության տարբերությունը։ Գիտությունը ճիշտն ու սխալը իրարից տարբերելու համար է, իմաստությունը գիտությունը կիրառելու համար է։ Հետո կսե իմաստության սկիզբը տիրոջ վախն է։ Միայն հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը։ Երբ որ դու իմաստուն կեղնես, տիրոջից վախենալ կսորվիս։ Այսինքն կսորվիս որ դու պիտի տիրոջը պատվես, տիրոջը հնազանդվիս։
Տիրոջ օրենքները կատարես։ Իսկ օրդիկ կենես ինչ կնշանակի, որ կվախենաս տիրոջից։ Այսինքն սուրբազների վրա մտածել ես ու կիրառել ես։ Բայց ստեղ էլ ինչ-որ բաներ կար, կուզենայիք, սպասեի տիրոջը որ բացվեր, շատ հետաքրքիր խորը մտքեր են։ Գիտության, իմաստության հետ կապված ես կսպասեմ, որ Տերը պիտի մեզի ավելի խորը մեկնություն տա, որն է իմաստության պաշկևը, որն է գիտության պաշկևը, չմտածենք, որ ամեն ինչ գիտենք, ամեն մի խոսքի վրա կրնաս ժամերով մտածես ու բաներ բացվի, որ հասկանաս։ Որովհետև նայեք, իմաստությունն էլ է պաշկև, գիտությունն էլ է պաշկև։ Շարունակենք, կարող է Տեր ընտասկից ինչ-որ բան կբացել։ Մարդիկ կան, որ բան կուզեն ասել, ներողեք։ Հա։ Սա։ Նայ, ինձ մոտ սենց օրինակ եղավ, իմաստությունը ի վերուս տրված է, հա։ Իմաստությունը Աստծո կողմից պարգև է, որը ոչ բոլորին է հասանելի, բայց գիտությունը օրինակ սենց եղավ իմ մոտ։ Մարդիկ կարան Աստվածաշունչը կարդան ու չհասկանան։ Կամ կարդան ու հասկանան նենց, ոնց որ ինքը ճիշտ գրված է։ Այսինքն ունենան այն գիտելիքը, որը պետք է ունենային։ Ըստ ինձ գիտությունը Աստվածաշունչը գիտենալն է, սովորելն է, Աստվածաշունչը ճիշտ հասկանալն է, գիտություն ունենալն է Աստվածաշունչի։ Իսկ իմաստությունը արդեն ինքը լրիվ ուրիշ պարգև է, լրիվ ուրիշ բան է։ Գիտես, որ դու սկսեցիր բերանդ բացել ու խոսալ, ինչ բացվավ իմ մոտս թիլով։ Իշխոր գիտությունը սորվելով է, սորվելով պիտի ունենաս, այ սիգ է, գիտությունը պիտի սորվելով ունենաս, իսկ իմաստությունը երկնքից տված պարգևներ։ Որ խոսքի հիմի նայեք, իշխոր գիտությունը ավտոդբրոց կեշտաս կսորվիս կանոնները, չէ։ Իսկ իմաստությունը մի իրավիճակի մեջ կա հայտնվիս, մի անգամից քեզի կհայտնի իրավիճակի խնդրի ճիշտ լուծումը։ Իշխոր Սողոմոնին հայտնեց, հա? Սպես։ Մասնություն կուտա։ Ցենք մենք դες գիտելիքը կարտալով է, լսելով է, ցենք Աստվածաշնչով է ճիշտն ու սխալը գիտենք, գիտելիքը գիտենք։ Բայց իմաստնությունն է արդեն այն մեր գիտելիքի հիման վրա տվյալ պահին կրանակը իմաստնություն տան որոշենք թե որն է ճիշտը։ Պես չէ։ Այսինքն մեկը մեկի հետ կապ ունեցող չունենալ իմաստություն է չէ, պատկերացրա ցենք ամեն ինչին գիտելիք պետք է ունենաս կարտացած սորված լսած տեղնից, արդեն այդ դեպքում իմաստնություն նոր կա, արդեն ֆայմ, որ կսեն ֆայմավ, չէ, այդ ֆայմն է էլի, մարդու միջով կերնի։ Պետք է ունենաս իմաստություն, որ հասկանաս Աստվածաշնչի գիտությունը, կարճացած էլի։ Կամ գիտելիքից հետո իմաստնությունը կա, կամ իմաստնությունից հետո գիտելիքը, այդ երկուսը իրար շատ կապված են։ Լավ, երեխեք ջան, շարունակենք ընտասկից երևի կբացվի, սպասեմ տիրոջը, ես չեմ կրնայում բերանս առանց հայտնության բացեմ, Տերը պիտի հայտնե ու պահի տակ կուկա։ Մյուսին հավատք, նույն հոգովը։ Ասիկ օրինակ շատ պարզ կհասկանամ երեխեք, իմաստության ու գիտության հետ կապված ես պես հասկացա, որ գիտությունը ճիշտն ու սխալը տարբերելու համար է իմաստությունն է կիրառես կդառնաս իմաստություն։ Նաև պարգև է երկնքից որ կրնա ինչ որ հայտնություններ տա քեզի իմաստության ժամանակ սկանը բացվավի մեջս։ Իսկ հավատքը օրինակ ինչ կգործի իմ մեջս, բաներ կար, ես կաղոտեմ ու գերբնական հավատք իջնի այդ հարցը հետ կապված։ Գիտեմ որ դա ամեն ինչ լավ պիտի ու վերջ։ Ուդիկ ընձնից չէ, անկախ ըսնից այդ հավատքը գերբնական կիջնի։ Շատ եղող ինձ անգել են, այս ինչ խնդիրը սպես է, վատ է, վիճակը սպես կենսել եմ, գիտես ես աղոտեցին պես հավատք կա մեջս որ ամեն ինչ լավ կեն։ Հիմա ինչ կուզես սա, կուզես ընկի քեդնին թպտպա, վադացի ես գիտեմ որ լավ կեն։ Այդ կարգի հավատք իջեցնե։ Ուդիկ հավատքը հենց Տիրոջից եկած հավատքն է։ Հասկացաք երեխեք, որ գերբնական հավատք իջեցնեք ու մեջդ, գիտես որ սպես պդեղնը ու վերջ, սպես պդեղնը ու վերջ։
հավատքի հետ կապված դիք շատ բարձ էր, որովհետև անձամբ դիք բան կենեմ էլի, կանցնիմ կոնկրետ։ Նայ Աննա քուր, ես մարդիկան կաղոտեմ, բայց մոդները կա երկմտություն։ Կաղոտեմ, ճիշտ է, վստահում եմ ասում, բայց հələ չգիտեմ հաստատ կյանի թե չէ։ Դա կարողան եղավ, որ մարդու հավատքը այն քան խորը չէ։ Այսինքն հավատքի պաշկևը իրան տրված չէ, Լիլոջան։ Հավատքի պաշկևը կամ չի գործե, հավատքը չի գործե։ Երկմտությունն էլ ոգի է։ Երկմտությունը ոգի է։ Պետք է խնդրես, նայ, երբ որ կասկածամտություն կառաջանա, մեր մոդը չգիտեն կեղնի թե չէ, պետք է խնդրենք Տիրոջից հավատք այն բան նկատմամբ իշնոր իրակամքի պես է։ Տեր ջան, ինձի հավատք դուր այն ամեն ինչի նկատմամբ իշնոր քու կամքիդ պես է։ Խոսքի դու կանգնած ես ընտրության առաջ, չգիտես ում ընտրես։ Օրինակ բերեմ։ Քսես Տեր ջան, ինձի հավատք դուր, իմ սիրտս բաց այն մարդու նկատմամբ, ով որ քու կամքիդ պես է։ Ու փագե այն մարդու նկատմամբ, ով որ քու կամքիդ պես չէ։ Դու կտեսնես որ այն խոսքը կկատարվի, քսե թակավորի սիրտը ջրերի պես է, իրան որ կողմ ուզենա, այն կողմը կշարժե։ Պարզեր այդ միտքը։ Շարունակենք, թե էլի բաներ կա, երեխեք ջան։ Կամ մի անին պիտի կա մեր տուն։ Չի կողմնորոշվի, ինչ են մեջ տամ, թե չես տամ, օրինակ բերեմ։ Կաղոտ է Տեր ջան, եթե դու ինձ ինտեղ կտեսնես, իմ սիրտս է շարժե։ Դեպի Աննա քրոջ կողմը, ու նաև իմ ճանապարհները ստար։ Մեկը կտեսնի որ ինքը արդեն իրան լրիվ կպատկերացնի իմ կողքս, եթե Աստծո կամքն է, ես ինքս։ Տեր ջան, եթե դու անիս կբերես իմ տունս, իմ սրտիս մեջ այդ երեխի համար տեղդիր, որպեսզի ես իրան հոգ տանեմ։ Օրինակ կբերեմ, երեխեք։ Հասկանաք կչոր, օրինակներ ավելի པարզ պատկերավոր կդարձնեն մեր խոսքով։ Թակ, երեխեք ջան։ Էլե թակ, խոսացեք։ Սալը, Սոֆիկ քուր, կանգնի Սոֆիկ քրոջը լսեմ, Լիլ ջան։ Քո խաղաղությունը չէ, ասենք մի բանի մասին որ կմտածես լավ կերնի, վատ կերնի, եթե հոգի դոր խաղաղ զգաց, հանգիստ զգաց, դիք հավատ կնա, որ արդեն դու հավատում ես, պես այդ խաղաղությունը հոգում կզգաց։ Հա, խաղաղությունը։ Նա, ներսով ինչ որ հանգիստ խաղաղ եղնես, Աստված այդ խաղաղությունը քիչը ծնե։ Դիք Սուրբ Հոգու պտուղ է, երեխեք։ Սուրբ Հոգու պտուղ է, Գաղատացիս 5:22-23-ի մեջ է կուտա։ Սուրբ Հոգու պտուղներն են սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, քեզություն, ժուշկալություն, այսպիսիների դեմ օրենք չկա։ Դիք Սուրբ Հոգու պտուղներն են։ Գերբնական խաղաղություն, հանգստություն քիշնի։ Հա, Անի ջան, ինչ կսես։ Ասում իրանք 7-ն են, չէ՞, այդ 9։ Ահա, 9, հա, մտածում եմ 7-ն են։ Չէ, սեր, ուրախություն, խաղաղություն, քաղցրություն, բարություն, հավատ, քեզություն, ժուշկալություն։ Մեր բանում փաստողի երևի։ Գաղատացիս 5:22-23։ Մեր րոպե մեր երեխեք ջան։ Մի հատ հաշվեմ, որ ճիշտ է, ես գիտեմ որ 9-ն է, Կորինթացիս, Գաղատացիս։ Մի նորից կդառնանք Կորինթացիս, Գաղատացիս։ Ահա։ Բայց հոգու պտուղը այս է, սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուշկալություն, 9-ն են, հա։ Ահա, լավ, հիմի շարունակենք, բան ջան, Լիլ ջան, դու ինչ ուներ ցելու ազիս։ Ես հավատքի մասին էի խոսում, զուտ աղոտքի հավատքի, քանի որ Անի քուրոջ վրա օրինակը բերվեց, որ ինքը Աստծուն աղոթե պիտի կատե, չէ, ու ինքը հստակ գիտի, որ կստանա պատասխանը, հստակ հավատքով աղոթում է Անի քուրը, կամ օրինակ դու Աննա քուր, Աստծուն աղոթում ես ու հստակ գիտես, որ պատասխանը պիտի ստանաս։ Ես դրա հետ չեմ, օրինակ, նայ, մարդիկ կան աղոթում են, մտնում են աղոթքի մեջ, իրանց խնդիրը հայտնում են Աստծուն, բայց մտածում են, տեսնես Աստված լսես թե չէ, տեսնես կեղնի թե չէ, ես այդ երկմտության մասին էի խոսում։ Ասենք դու աղոթում ես, բայց այն
հավատքը չկա քո մեջ։ Այն ինչ որ պետք է եղներ։ Հավատքը լսելուց է, հասկացանք։ Լիլո ջան, նայեք, սա հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Հավատքը, պիտի լսես Աստծո խոսքն, որ հավատքդ զորանա, հավատքդ կառուցվի, պիտի լսես Աստծո խոսքը։ Որ քո հավատքը զորանա ու կառուցվի։ Հասկացաք։ Նմի նայեք, մեր հավատքը, ահա, մեր հավատքը երբ կաճի կավելանա, երբ որ մենք անընդհատ Տիրոջ խոսքի մեջ ենք։ Հələ պատկերացրեք, մարդն որ անընդհատ հաց չուդե, ինչ կեղնի, սոված կմնաք տկարանաք թուլանա, չէ՞։ Բնջի Հիսուսը կսե ոչ մենակ հացով մարդը կապրի, այլ այն խոսքով, որ դուրս կելնի Աստծո բերանից։ Բնջի։ Հասկացաք, այսինքն մարդը պիտի ապրի հավատքը, կյանք է, հավատքը պիտի ջրես անընդհատ, որ աճի, լսելուց է, հավատքը լսելը Աստծո խոսքից է։ Հասկացաք, եթե ես չեմ լսե, ինչ կրնա իմ հավատքս աճի։ Նաև հավատք կա, նայեք, երկու ցևի հավատք կա, հավատք կաճեցնես, հավատք կա հենց պաշկև է։ Մի անգամից քիշնի ու դու անկախ քենից կհավատաս, որ ես իսպանեսպես պդերնու ու վերջ։ Չէ, տեսեք նոր ես ինչի հավատացի, ես կզգայ որ իմ մեջս հավատք դրեց Տերը, որ ես պիտի աղոտ կենեմ։ Սեց երեխեք կսպասեմ Տերը, պիտի ինձ աղոտքի տանի, կարող է ծառայության ընթացքում տանի, կարող է հետո։ Ու պահին կագնծրեց, չէ, ես դիք նաև հավատք էր, չէ։ Նաև հայտնություն էր, հայտնեց ինձի Տերը, որ ես քեզի պիտի տանիմ աղոտքի, բայց հələ չէր լցրել։ Այն մինչև դու որ չլցվիս, դու չես կրնա խոսաս, եթե դու Տիրոջինն ես։ Իսկ երբ որ դու մարմնից կսկսես խոսալ, դու մենակ կրնաս քանդես, մարմինը կսպանե, հոգին կկառուցե, իսկ մարմինը կսպանե։ Դրա համար մենք պիտի թույլ տանք, որ հոգին միշտ առաջնորդ է։ Անուշ Քուրչյան, միկրոֆոնդ կփակես ազես։ Հավատքի պահ հասկացանք, մի առաջ եշտանք։ Անուշ Քուր, փեսեդ ինչ խեղավ։ Միկրոֆոնդ բաց չեմ լսե։ Լավ, կագնի ծառայությունը վերջանակ ցայնագրեմ, հետո կբացես կխոսաս Քուրչյան։ Հիմի ծառայությունը վերջանակ։ Հա, Երևան են գնացել առայժմ, որ կարդրեն համ։ Հա, έλα ապրիկ շատ Աստված օրհնե բոլորիդ։ Հա, փառք Աստծուն, թող Տիրոջ պաշտպանությունն է բոլորիս կյանքերի մեջ, երեխեք ջան։ Ահա։ Մի շարունակենք, երեխեք ջան, ծառայությունը։ Ուրեմն մեկին հոգով իմաստության խոսք է տրված, ուրիշին գիտության խոսք նույն հոգու տրված չափով, այսինքն հոգին ինչ ում ինչ ուզենա, դիք կուտա երեխեք։ Գնա այս պահին Անուշ քրոջը հայտնության խոսք կուտա, Լիլիթին գիտության խոսք կուտա, Անին իմաստության խոսք կուտա, մի խոսքով էլի խառը, որին ինչ ուզեցավ, Տերը կուտա։ Այդ պահին պիտի հասկանանք, թե ում ինչ խոսք է տրվել։ Ամենակարևորը բոլորին մենակ, բոլորին ինչ խոսք կուտա, նույն Աստվածն է, որ կներկործի ամեն բանի մեջ, ստեղ մի պահամ։ Բայց ամենի հոգի, հա, հոգու հայտնությունը տրված է բոլորին։ Բայց ամենին հոգու հայտնությունը տրված է բոլորի շահի համար։ Հոգու հայտնություն բոլորին կտրվի։ Բոլորի շահի համար հոգու հայտնությունը տրված է։ Իսկ մնացածը բաժնեկը, որին ինչը ուզեցավ։ Ուրեմն մյուսին հավատ նույն հոգովը, ուրիշին բժշկության պարգև նույն հոգով։ Այսինքն, նայեք, մեկին հավատք է տրված, երեխեք, մեկին բժշկություն։ Այսինքն, բոլորին բժշկության պարգև տրված չէ։ Բոլորին հավատքի պարգև տրված չէ։ Մի նայեք, օրեն մյուս աղոտեց բժշկվավ, կրնա, օրինակ ես գիտեք ինչ կզգամ, երեխեք, ընձի, ոչ թե իմ միջոցովս շատ բժշկություններ Աստված կենե, իմ մոտս գիտեք ինչ կենե,
պատմենք մարդիկ իրավիճակը, ընձի պատասխանը կսեմ ու կապաշխարեն կազադակրվին։ Հասկնաք, ընձի հայտնության խոսքն է տրված։ Ընձի որ կսեն աղոթե խնդրի համար որ այս ինչ մարդը բժշկվի, այն ինչ մարդը բժշկվի, հա, ինչ կուզեմ սեմ, իմ մոտս այդպես նա է, ես կաղոթեմ օրինակ մեկը զոբ ուներ, ես առանց աղոթքի, մեկից Աստված ընձի հայտնության խոսքը տվավ, սավ թող ամուսնուն, ները ու զոբից կբժշկվի։ Կամ մեկի համար կսեն կաղոթես բժշկվի, ես կաղոթեմ Տերը կսե թե ինքը այս մեղքն է կործե, թող աբաշխարի, ես իրան կբժշկեմ։ Կամ Աստված թողել է, իմ մոտս այդպես է, ես չեմ կրնա հենց վերցնեմ ու բժշկության համար աղոթեմ։ Իմ մոտս կսե պատճառը իմացի թե ինչն է, որ դու այս բանի մեջ ես։ Ընձի Աստված պատճառը ցույց կտա թե ինչից է հետևանքը առաջած է։ Հասկնաք։ Գնայի մյուսին տրված որ ինքը մի անգամ աղոթի ու դիմացինը բժշկվի, բայց ես արմատական լուծում կուտանցի։ Իմ միջոցովս արմատական լուծում կուտա։ Խոսքի ամուսինդ կնոջ դեմ է, դուս եկե բաժնվել են եւ այլն, ես պիտի ամեն ինչը խորությամբ քննեմ, որ արմատը հասկանամ, որ սեմ որտեղ աբաշխարեն որ բժշկվին, իմս պես է տրված։ Հասկանաք, հայտնության խոսքն է տրված, գիտության խոսքն է տրված, իմաստության խոսքն է տրված, ես ամեն մի խնդրի արմատին կանցնեմ, թե ինչն է պատճառը որ աղքատություն է եկե, ինչն է պատճառը որ բաժանում է եկե, խոսքի բաժնվել են, ես կաղոթեմ Աստված կսե իմ կամքովս չի եղել, բաժնվել են այդ կառույցը, հասկանաք, խոսքի մեկի երեխեն շատ դժվար երեխա է, կաղոթեմ Աստված ինձ կսեն աղոթե որ փոխվի, չէ ինքը։ Ես կաղոթեմ Աստված կսե ինքը սիրո կարիք ունի, իրան սիրեք ինքը կփոխվի։ Հասկնաք, իմ մոտս օրինակ այդ պարկևն է։ Ես չեմ աղոթե որ ինքը փոխվի, ես կաղոթեմ Աստված պատճառը ցույց կտա թե այդ երեխեն ինչի այդ վիճակի մեջ ու ինչ կրնաս փոխես այդ երեխուն։ Ամեն հարցի պատասխան ընձի կուտա։ Դիգ է օրինակ իմ պարկևս։ Հաջորդը ուրիշին բժշկության պարգև նույն հոգով, ուրիշին հրաշագործություններ, այսինքն հրաշքներ կգործե, ուրիշին մաշկարություն, որ պահի տակ դու կմաշկարյանաս, թե ինչ բանը դեղնի, ումոր տրված է, ուրիշին հոգիների ընտրություն, որ կընտրե հոգիներին, ուրիշին զանազան լեզուներ, օրինակ ընձի ես կզգամ որ շատ պարգևներ է տվե եւ տարբեր լեզուներ է տվե եւ հոգիների ընտրություն, մաշկարեական պարգև, շատ պարգևներ են ձե Աստված տվե։ Որպեսզի ես կնանամ ցանկած իրավիճակի մեջ հասկանամ որը որից հետո է։ Չգիտեմ, ամեկին ինչ խոր ուզեց է տվել է էլի Տերս։ Հոգիների ընտրություն, ուրիշին զանազան լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություն Ամեկի մի պարգև եմ տրված, այդ լեզիների թարգմանությունը օրինակ կեղնոր ես կաղոթեմ հետո հայերենը կուկա, երևի թարգմանությունը կուկա, այդ որ վրա շատ չեմ կենտրոնանա, որ հասկանամ Տեր այդ պարգև ընձի տվել է, թե չի տվել։ Ու հնարավոր է որ չի տվել, որովհետև ես դոր վրա միշտ չեմ կենտրոնացել։ Մեկ կսեմ Տեր ջան, լեզուներով որ կաղոթես, ընձի թարգմանությունը կուտաս։ Ու կզգամ որ հայերեն կուկա աղոթքը։ Հիմա ինչ չափով որ պետք է, երևի այդ չափով կուտա հայերենով։ Այս ամենը միևնույն հոգովը կներգործե ու ամեն մեկին զատ բաժնեկը ինչ որ կուզե, այսինքն Սուրբ Հոգին ինչ ուզեցավ քեզի այդ չափով կուտա, դու իրան չես կրնասես, այս չափով դուր, այն չափով դուր, ինքը ինչ որ ուզեցավ, պես կենե։ Սկան երեխեք ջան, փառք Աստծուն, որովհետև Տերը հզոր մեկնություններ տվեց մեզի եսօր, բաներ որ մենք իրականում չգիտեինք։ Բաներ որ մենք իրականում չգիտեինք։ Հասկանաք երեխեք ջան։ Փառք Աստծուն, որ Տերը ամեն մեկիս խնդրին կուտա ճիշտ լուծում։ Շնորհակալություն հայտնենք Տիրոջից ու վերջացնենք մեր ծառայությունը։ Տեր ջան, անչափ անսահման շնորհակալ ենք քո եսօրվա պատրաստած կերակուրի համար։ Շնորհակալ ենք, որ ամեն ժամանակ մեզի հետ ես, մեզի հոգ կտանիս ու մեր հարցերին պատասխաններ կտաս։ Հոգու կամքը հայտնի կդարձնես մեր կյանքի ցանկացած ոլորտի հետ կապված։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ Հավիտյան, Տեր ջան։ Օրվա մնացած ժամն էլ եղիր մեզ հետ, պահիր ու պահպանիր մեզ քո սուրբ ու հզոր ներկայությանդ մեջ, մեր հարցերին տուր ճիշտ պատասխաններ, օգտագործե ամեն մեկիս քո անունիդ ու փառքիդ համար, Տերս։
տուր մեզի սուրբ սեր, որբիսի մեկս մյուսի սուրբ սիրով սիրենք, կարողանանք նաև հեռու մնանք այն մարդկանցից, որոնք որ կարող են մեր հավատքը քանդել ու վնասել մեր ու քու հարաբերությունները։ Մեր սիրտը դարձրու այն մարդկանց նկատմամբ, որոնք որ քու կամքիդ պես են, ու մեր սիրտը դարձրու այն մարդկանցից, որոնք որ մեզի քեզնից պիտի հեռացնեն։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ։ Շնորհակալ ենք քո տվածդ պարգևների համար, Տեր ջան, օգնոր ամեն մեկս հասկանանք մեր պարգևը որն է ու կրնանանք այդ պարգևները օգտագործենք քո անունիդ ու փառքիդ համար։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Երեխեք ջան, փառք Աստծուն, փառք Աստծուն այսօրվա օրվա համար, Ժողովուրդ ջան, սկանը ինչ որ կցանկանա այսօր կիսվեի ցեզի հետ, եկու ժամի առավոտը 6-ին 10 պակաս ուղիղ եթերով կունենանք աղոթքի ծառայություն կրնակ բոլորտել միանալ։ Լավ մնացեք։